Օրեր առաջ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել էր, Հնդկաստանում գրանցվել է Նիպահ վտանգավոր վիրուսով վարակման 2 դեպք։ Երկուսն էլ եղել են բուժաշխատողներ։ Թեև վիրուսը մեզնից աշխարհագրորեն շատ հեռու է, բայց Հայաստանում քաղաքացիներն անհանգստացած են։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը սակայն տարածած հայտարարության մեջ նշում է. հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում վարակի հիմնական փոխանցող մրգակեր չղջիկները տարածված չեն, հիվանդության տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են։ Ազգային կենտրոնից նաև հավելում են, չկա սահմանին ուժեղացված հսկողություն սահմանելու անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, Նիպահ վիրուսի հնարավոր տարածումը վերահսկելու համար իրականացվում է շարունակական դիտարկում։ Հնդկաստանին մոտ գտնվող մի շարք երկրների օդանավակայաններում ուժեղացված հսկողություն իրականացվում է։ Նիպահը զոնոզ վարակ է, այսինքն կարող են վարակվել եւ կենդանիները եւ մարդիկ։ Նիպահ վիրուսը հիմնականում իր բնական շտեմարանը ճղճիկներն են, կարող են կենդանիներն էլ վարակվեն, հիմնականում խոզերը եւ ցիերը։ Վիրուսը կարող է տարածվել մարդուց մարդ, հիմնականում սերտ պատճառով եւ օգտագործելով բաղակված սնունդը։ Վիրուսի գաղտնի շրջանը 3-ից 14 օր է։ Կարող է լինել առանց ախտանիշների եւ կարող է ընթանալ թեթև ցևով, գրիպանման ախտանիշներով, այսինքն ջերմության բարձրացումով, կոկորդի ցավով, հազով եւ գլխացավով եւ կարող է ունենալ շատ ծանր ընթացք, առաջացնելով էնցեֆալիտ, որը հիմնականում լինելու է մահվան ելքով։ Մահվան ելքով են ավարտվում այս վիրուսով վարակված դեպքերի 40-ից 75%-ը։ Սա անհանգստացնող ցուցանիշ է, սակայն վիրուսի դեմ չկա ոչ պատվաստանյութ, ոչ բուժում։ Հիմնականում կանխարգելումը լինում է խուսափել ռիսկային շփումներից, պահպանել անվտանգ սննդի օգտագործումը, հիվանդի հետ շփվելու ժամանակ կիրառել անձնական պաշտպանիչ միջոցները եւ հետեւել խիստ հիգիենայի կանոններին։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս 1998-ին Մալազիայում։ Հետագայում բռնկումներ եղել են Հնդկաստանում, Բանգլադեշում, Ֆիլիպիններում ու ելի մի քանի ասիական երկրներում։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։